Առաջին ալիքի եթերում տարիների դադարից հետո վերսկսվել է երկու աստղ նախագիծը, որը արդեն հասցրել է մեծ լսարան հավաքել, բայց միևնույն ժամանակ արժանացել է որոշ քննադատությունների։ Լրագրող Նարինե Կիրակոսյանը Facebook-յան իր էջում գրել էր. «Առաջին ալիքը հեռարձակում է երկու աստղ ծրագիրը, որտեղ քարոզվում է անճաշակություն եւ արվեստի դեգրադացիա։ Օրինակ, իրենց երգիչ համարող եւ ինքնահռչակված աստղեր Արմուշ ու Արսեն Գրիգորյանը նախկինում Armenia TV-ով էին հասարակությունը դեգրադացնում տհաս կերպարներով, հիմա էլ մտավոր հետամնացների գունազարդարանքով հագել են ծաղրածուների հանդերձանք ու սփռում են համայն հայության աչքին ու ականջին։ Տհասության գաղափարային փոշին։ Ամեն բան արել են կարծես, որ իրենց վրա գրավեն ուշադրությունն ու հավաքեն մեծ դիտումներ, բայց կան ավելի խորը մտահոգություններ այս կերպարները ներկայացնելու վերաբերյալ։ Սրանցից ավելի զազրելի է Woman Ռոբերտ Քոլոյանի իբր հայ կնոջ ազգային տարազով ներկայացված կերպարը։ Առաջին հայացքից ինքդ քեզ ասում ես, «Էս ինչ նոր Կոնչիտա Վյուրստ է», բայց մեկ անգամ եւս այս կադրերը դիտելիս հասկանում, որ կերպարը ավելի շատ սովետական շրջանում ադրբեջանցի արտիստներին է նման, քան պարզապես համասեռամոլության քարոզը։ Հանրագումարում վստահ են, որ յուրաքանչյուր խելքը գլխին արվեստագետ առնվազն կզարմանար, որ երգարվեստի ոչնչությունները գիտակցաբար դեբիլացնելու գործընթացին են լծված։ Ու այո, 2 կոպեկ աշխատելու համար, ուրիշ ոչինչ, քանի որ այս տեսակը խորը գիտակցություն չունի, եւ այս ամենն արվում է իմ ու բոլորիս վճարված հարկերի հաշվին, որ մեզ ներշնչեն կեղծ ու այլասեռված անճաշակություն, գրել էր լրագրողը։ Երկու աստղ նախագիծը դեռ տարիներ առաջ մեկնարկեց Հայաստանի հեռուստատեսային եթերում, դառնալով միաժամանակ եւ նորարարություն եւ հիշարժան երևույթ։ Այն սկիզբ առավ որպես երաժշտական հանրամատչելի ծրագիր, որի նպատակը ոչ միայն հայտնիների նոր կողմերը բացահայտելն էր, այլև նրանց զուգորդումը պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, ստեղծելով յուրօրինակ երաժշտական դուետներ։ Նախագիծը ծնվեց այն գաղափարից, որ երաժշտությունը միավորում է տարբեր ոլորտների մարդկանց։ Հեռուստատեսային ձևաչափը հիմնված էր մրցութային սկզբունքի վրա, որտեղ ամեն շաբաթ նախագծից դուրս էր մնում ամենաքիչ ձայն հավաքած զույգը ըստ ժյուրիի գնահատականի եւ հեռուստադիտողի քվեարկության։ Երկու աստղը յուրահատուկ էր նրանով, որ մրցակիցները ոչ թե մենակ էին ելույթ ունենում, այլ դուետով։ Այս դուետներից մեկը միշտ լինում էր երգարվեստում փորձառու մասնագետ, իսկ մյուսը տարբեր ոլորտների հայտնի անձ՝ դերասան, հաղորդավար, մարզիկ կամ այլ հայտնիություն ունեցող մեկը, ով չուներ մասնագիտական երաժշտական կրթություն։ Այս մոտեցումը հետաքրքիր էր, քանի որ հանդիսատեսը տեսնում էր, ինչպես են ամիսների ընթացքում փորձառու երգչի աջակցությամբ ոչ երաժիշտ հայտնի մարդիկ դառնում իսկական բեմական արտիստ՝ ձայնային, արտահայտչական եւ բեմական հմտությունների տեսանկյունից։ Տարբեր սեզոնների ընթացքում նախագծին մասնակցել են հարյուրավոր հայ հայտնիներ։ Իրենց զուգընկերներով դերասաններ, քաղաքական գործիչներ, հաղորդավարներ, անգամ մարզիկներ։ Այդ դուետները հաճախ դառնում էին հանրության քննարկման թեմա, թե երաժշտական որակի, թե համադրության հետաքրքրության պատճառով։ Ժյուրիի կազմում միշտ եղել են հայտնի երաժշտագետներ, կոմպոզիտորներ եւ բեմարվեստի մասնագետներ։ Նրանց գնահատականները հաճախ կրում էին ոչ միայն տեխնիկական բնույթ, այլև արտիստիզմի ու բեմական գրավչության վերաբերյալ։ Դրանցից ամենաքննարկվողն այն էր, երբ ժյուրիի կարծիքը տարբերվում էր հեռուստադիտողի քվեարկությունից։ Սա նախագծին տալիս էր իրականության շոուի կտրուկություն եւ հաճախ բերում էր քննարկումների ալիք։ Նախագիծը մեծ արձագանք գտավ սոցիալական ցանցերում, մարդիկ ակտիվ քննարկում էին ելույթները, կիսվում էին սիրելի զույգերի տեսանյութերով, կազմակերպում էին քվեարկություններ։ Որոշ մասնակիցներ անգամ դուրս մնալուց հետո սկսեցին երաժշտական ճանապարհ, թողարկելով սինգլներ, մասնակցելով համերգների։ Ազդեցությունը զգալի էր նաև երաժշտական ոլորտում։ Նախագիծը վերակենդանացրեց հայկական փոփ եւ էստրադային ժանրերը, տալով նոր շունչ։ Այն նաև ստեղծեց նոր համերգային դուետներ իրական կյանքում, ոչ միայն հեռուստատեսային շրջանակներում։ Բացի զվարճալի կողմերից, երկու աստղը նպաստեց մշակութային մերձեցման, հայտնի գործիչներին ներկայացնելով նոր, հաճախ անկեղծ եւ անսպասելի լույսով։ Այն ցույց տվեց, որ արվեստը բոլորինն է, անկախ փորձից, ու կարևոր է նվիրվածությունն ու աշխատասիրությունը։
Նախագծի կրթական կողմն էլ էր կարևոր, հեռուստադիտողները սովորում էին երգարվեստի նրբություններ, ճանաչում նոր կատարումներ եւ անգամ ծանոթանում հայկական հին երգերի նոր մեկնաբանություններին։ Երկու աստղի ամեն մի նոր սեզոն ներկայացնում էր որոշակի ձևաչափով նորամուծություն։ Սկզբնական սեզոններում շեշտը դրվում էր զվարճանքի եւ հանդիսատեսի մասնակցության վրա, մինչդեռ հետագա սեզոններում շոուն գնալով ավելի պրոֆեսիոնալ դարձավ։ Կարևոր տեղ էր հատկացվում երգերի ընտրությանը, բեմադրություններին, լույսերին, նույնիսկ զգեստներին, ամբողջապես համապատասխանեցնելով միջազգային շոու ստանդարտներին։ Որոշ սեզոններում ներմուծվեցին թեմատիկ շաբաթներ, հայկական էստրադա, հին շլագերներ, կինոյի երգեր, ազգային ժառանգություն եւ այլն։ Այսպիսի բաժանումը ստիպում էր մասնակիցներին ավելի խորությամբ ուսումնասիրել երգարվեստը, ծանոթանալ ժանրային բազմազանությանը եւ աշխատել նոր ձայնային լուծումների վրա։ Շոուն լուրջ ազդեցություն ունեցավ մասնակիցների անձնական եւ պրոֆեսիոնալ ուղու վրա։ Շատերը, ովքեր մինչ նախագիծը իրենց հիմնական մասնագիտությամբ հայտնի էին, սկսեցին երաժշտության մեջ նոր ուղի։ Միաժամանակ պրոֆեսիոնալ երգիչ մասնակիցների համար էլ նախագիծը նոր հնարավորություն էր դուրս գալու ստանդարտ հանդիսատեսից եւ դառնալու ավելի լայն ճանաչման արժանի։ Հատկապես գյուղական կամ մարզային բնակավայրերում ծրագրի շնորհիվ շատերը բացահայտեցին նոր անուններ, ում մինչ այդ չէին ճանաչում։ Ինտերակտիվ քվեարկության համակարգը SMS-ներով կամ առցանց տարբերակով նախագծի առանցքային տարրերից էր։ Սա ստեղծեց երկկողմանի կապ հեռուստադիտողի եւ շոուի միջև, յուրօրինակ ժողովրդավարական միջավայր, որտեղ յուրաքանչյուր ձայն կարող էր վճռել զույգի ճակատագիրը։ Նախագծի թիմը հաճախ կապ էր պահում հանրության հետ, ուղիղ եթերներով, կուլիսային տեսանյութերով եւ հարց ու պատասխաններով։ Այս մոտեցումը խորացրեց վստահությունը նախագծի հանդեպ եւ ստեղծեց յուրահատուկ համայնք երկու աստղի երկրպագուների։ Բացի զվարճանքից եւ մշակույթից, երկու աստղը ունեցավ նաեւ կրթական բնույթ։ Շատ երիտասարդներ ոգեշնչվեցին նախագծից, սկսելով զբաղվել երգով, միանալով վոկալի դասընթացների։ Ընդհանրապես նախագիծը նպաստեց այն գաղափարի տարածմանը, որ երգարվեստը բաց է բոլորի համար եւ ցանկացած ոք, եթե ունի ցանկություն, կարող է զարգանալ։ Իսկ դասական երաժշտության մասնագետները եւ երաժշտական ուսուցիչները հաճախ օգտագործում էին նախագծի տեսանյութերը ուսումնական նպատակներով, ներկայացնելով ճիշտ եւ սխալ կատարման օրինակներ, բեմական շարժման տեխնիկա եւ արտահայտչական միջոցներ։ Ի վերջո, երկու աստղը դուրս եկավ զուտ հեռուստաշոու լինելու սահմաններից։ Այն դարձավ հարթակ, ուր երաժշտությունը մերձեցնում էր անհատներին, ցույց էր տալիս արվեստի ուժը մարդկանց ձևավորելու գործում եւ ներկայացնում էր հայ հանդիսատեսին որպես ակտիվ մասնակից հանրություն։ Այս նախագիծը բացահայտեց տասնյակ նոր անուններ, վերհանեց մոռացված երգեր եւ ամենակարևորը՝ փոխանցեց արժեք ստեղծարարության, գործակցության, սիրո եւ աշխատանքի միջոցով։